Սիրելի հայրենակիցներ, մինչ մեր փառապանծ ընդդիմադիրները բուժում են Հայաստանի մահը, Հայաստանի տնտեսությունը աճում է առաջանցիկ տեմպերով։ Այսպես երեկ վիճակագրական կոմիտեն հրապարակեց 2025 թվականի տնտեսական ցուցանիշները եւ պարզվեց, որ 2025 թվականի համախառն ներքին արդյունքը 2024 թվականի նկատմամբ աճել է 7.2%-ով։ Իսկ թվային տվյալներով 2024 թվականի 25.8 միլիարդ դոլար համախառն ներքին արդյունքի փոխարեն 2025 թվականին մենք գրանցել ենք գրեթե 29 միլիարդ դոլար համախառն ներքին արդյունք։ Համապատասխանաբար աճել է նաև մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքը։ 2024 թվականին մեկ շնչի հաշվով այն եղել է գրեթե 8400 ԱՄՆ դոլար, եւ ահա 2025 թվականին այն աճել է գրեթե 1100 ԱՄՆ դոլարով, կազմելով գրեթե 9500 ԱՄՆ դոլար։ Մյուս կարևոր ցուցանիշը, որը պետք է հաշվի առնել, հասարակության շրջանում եկամուտների հավասարաչափ բաշխվածությունն է, որը տնտեսագիտության տեսության մեջ չափվում է Gini գործակցով կամ Gini ինդեքսով։ Այն տատանվում է 0-ից 100%-ի սահմաններում եւ որքան մոտ է երկրի ցուցանիշը 0-ին, այնքան ավելի հավասարաչափ են բաշխված այդ երկրում եկամուտները։ Հայաստանի Հանրապետությունում Gini ինդեքսը, Gini գործակիցը 2025 թվականի համար գնահատվել է 27.2%, ինչը նշանակում է, որ Հայաստանի Հանրապետությունում եկամուտները բաշխված են հավասարաչափ։ Եվ եթե այս վերջին ցուցանիշը մենք դիտարկում ենք տնտեսական աճի, համախառն ներքին արդյունքի, այդ թվում մեկ շնչին բաժին ընկնող համախառն ներքին արդյունքի աճի համատեքստում մենք կարող ենք տեսնել, որ այս տնտեսական աճը Gini ինդեքսի գործակցի շնորհիվ, ցածր գործակցի շնորհիվ բաշխվելու է հավասարաչափ մեր հանրության շրջանում։ Տնտեսական աճի այս բարձր տեմպերը բնականաբար պայմանավորված են խաղաղության գործընթացով, եւ որքան ավելի ամրապնդվի խաղաղությունը Հայաստանում եւ Հայաստանի շուրջ, այնքան ավելի բարձր աճի տեմպեր ենք գրանցելու մենք։ Հետևաբար, սիրելի քաղաքացիներ, մենք պետք է փայփայենք այն խաղաղությունը, որ ունենք։ Պետք է փայփայենք այն խաղաղությունը, որին հնարավոր է եղել հասնել։ Պետք է տեր կանգնենք այս խաղաղությանը, պետք է տեր կանգնենք մեր տնտեսական աճի այս բարձր տեմպերին եւ ել ավելի արագացնենք այդ տեմպերը։ Բոլորիդ մաղթում եմ լավ երեկո, սիրում եմ բոլորիդ։ Վստահաբար լսած կլինեք, որ Կալուգայից եկած ձևիստները պարբերաբար խոսում են նոր գործարաններ, նոր աշխատատեղեր ստեղծելու մասին։ Այս նկարում Rio Mall-ն է, Կարապետյաններին պատկանող ամենամեծ մոլերից մեկը ու ամենամեծ մոլերից մեկը Հայաստանում առհասարակ։ Իսկ գիտեք ինչ էր այս առևտրի կենտրոնից առաջ այստեղում։ Հայաստանի խոշորագույն կահույքի գործարաններից մեկը, Արաբգիրի կահույքի գործարանը, որ զբաղեցնում էր 20,000 քառակուսուց ավել տարածք։ Աշխատողների թիվը այնքան մեծ էր, որ անգամ այն ուներ սեփական մանկապարտեզ, որ աշխատողների երեխեքը գնային։ Բայց անկախացումից հետո Սերժ Ռոբակոչյանը Լևոնական իշխանության տարիներին գործարանը կոպեկներով մասնավորեցվեց, հետո էլ վերածվեց ավերակների, դե իսկ վերջում էլ ռուսաստանցի օլիգարխ Կարապետյանն այն քանդեց ու տեղում առևտրի կենտրոն բացեց։ Առևտրի կենտրոն, որտեղ վաճառվում է 90%-ից ավել արտերկրից ներկրված արտադրանք։ Հենց այդպես է, երբ որ Հայաստանի Հանրապետության Մեդովկա գյուղի հերու այդ գյուղի, փոքր գյուղի երեխեքի համար կառուցված նոր դպրոցը Թալան են անվանում, ասում են այդ դպրոցի տեղը զավոդ սարքեք, բայց իրանք Հայաստանի խոշորագույն զավոդներից մեկը քանդում են ու տեղը կառուցում են մոլ, որտեղ մոլը ավելի ձեռնտու է ֆինանսապես իրենց։ Կիսվեք տեսանյութով։ Չէի ուզում անդրադառնալ այն կեղծ տեղեկատվությանը, որ այս վերջում տարածվեց համացանցում 10 տարվա տեսանյութ տեղադրելով մարդիկ փորձում էին մարդկանց մանիպուլացնել եւ այնտեղ հրապարակման մեջ երևում են ադրբեջանցիներ, ովքեր որ Ռուսաստանի քաղաքացիություն ունեն ու մարդկանց խաբելով ասում են տեսեք, հələ ոնց է այսպես լինում, ադրբեջանցիները ազատ գալի գնում են ու նման տիպի բաներ, բայց շատ ամոթ է, էլի, նման բաներ անելը շատ ստոր քայլ է, էլի, կարծում եմ, ու անարդար է մեր հայրենակիցների նկատմամբ։ Լավ, այդ ամեն ինչը հələ մի կողմ, էլի, ամենազավերջ տալին գիտեք որն է, ժողովուրդ ջան, որ մեր ձևով շարժման անդամները այցելում են Գյումրի եւ հրապարակում անելով ասում են մենք Գյումրիում շրջելով, Գյումրի գյուղերով շրջում ենք եւ
մարդկանց հետ ենք հանդիպում, մեր հայրենակիցների հետ ենք հանդիպում ու մի հոգի նման արտահայտություն չի անում, երկու հոգի իրենց անդամներից նման հայտարարություն են արել, լավ էդ էլ մի կողմ էլի։ Հաջորդ օրը հետեւյալ անձինք կրկին հրապարակում անելով ասում են լավ բան ու գործ թողել եք, ասում եք Գյումրին գյուղ չի, քաղաք ու նմանատիպ բաներ, բայց չեք արձագանքում են փաստը, որ ադրբեջանցիներ են Գյումրիում եղել, նման բաներ են ասում ու կրկին անգամ, հղում են անում են կեղծ լրատվությանը, որ 10 քանի տարվա տեսանյութը հրապարակվել էր համացանցում եւ խաբելով ժողովրդին փորձում էին տագնապ առաջացնել մարդկանց մոտ։ Արդեն ասեմ, չի էլ ստացվում մանիպուլացնել ժողովրդին, մարդիկ լավ էլ հասկանում են։ Պրոստը հոգնել ենք արդեն էլի նման կեղծ լրատվություն։ Ամեն ինչին ստիպած ենք լինում արձագանքել, երևի դրա համար ենք անդրադառնում էլի, որ հերիք հա թե չէ, ինչքան անեք դրանով ձեզ եք վնասվում, մեզի բան չկա։ Ու ժողովուրդն էլ լավ հասկանում է ինչա կատարվում։ Լավ մնացեք ժողովուրդ ջան։ Վերադառնում եմ Սամոսավանքից։ Տեր Օշինը ցավոք չհերքեց, որ քաղաքացուն ասել է, որ կարևորը քավորը թասիբով մարդ լինի, քպեական չլինի։ Ստիպված եղա Տեր Օշինին բացատրել եւ զգուշացնել, որ եկեղեցում մարդուն քաղաքական հայացքներով կամ կուսակցական պատկանելությամբ պայմանավորված խտրականության ենթարկելը հակասում է եւ հոգեվոր եկեղեցական կանոնին եւ նաեւ պարունակում է քրեական օրենսգրքով սահմանված հոդվածի տարրեր։ Ընդհանրապես սա պիտի հիշեն մեր բոլոր եկեղեցականները, հատկապես նրանք, ովքեր եկեղեցին, որտեղ պիտի ծառայեն ժողովրդին, շփոթում են Քոչարյանի կամ օլիգարխների նախընտրական շտաբի հետ։ Նաև բոլոր քաղաքացիներին հորդորում եմ, եթե հանկարծ այդպիսի դեպք լինի, ու ընդ որում կապ չունի ձեր քաղաքական հայացքները, կլինեք իշխանամետ, ընդդիմադիր, եթե ձեզ որևէ հոգևորական պայմանավորված ձեր քաղաքական հայացքներով խտրականության կենթարկի, գրեք ինձ։ Լավ եղեք։